Տիկին Տոնոյան, ես վերջին օրերին քննարկվող մի ոչ էական ամեն դեպքում թեմայից խոսեմ, տեսեք, երբ Ծառուկյանը հայտնվեց կալանքում, հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին ինչ-որ բաներ, պատմություններ պատմել Ծառուկյանի մասին, մի քանդակագործ կա Վիգեն Ավետիս անունով պատմում էր, եւ նա պատմում էր, որ քանդակագործներից մեկին լսել է պատմություն, որ Ծառուկյանը գցել է առյուծների վանդակը։ Այս դեպքերով հայցեր լինելու են։ Բնականաբար մենք էլ մամուլից տեղեկացել ենք այդ հայտարարության մասին, նախ առաջին հերթին ասեմ, որ սա բացարձակ զրպարտություն է եւ չի կարելի այսպես սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունների ենթակայության տակ գործող լրատվամիջոցները մաքսիմալ այս օրերին գեներացնում են այդ թեզը, փորձելով պարոն Ծառուկյանի անվան հեղինակության հետ կապված նմանատիպ հրապարակումներով հանդես գալ, չգիտեմ որտեղից պեղում են ինչ-որ բանախոսների, որոնցից կյանքի գնով լինի, փորձում են ստանալ գեթ-մեկ նախադասություն, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հեղինակությանը, եւ հատկապես հենց այդ վերնագիրը դրվում է, հենց այդ նախադասությունը դրվում է 40 րոպեանոց հաղորդման վերնագիր, այն դեպքում, որ մնացած 38 րոպեն ընդհանրապես առնչություն չի ունենում Գագիկ Ծառուկյանի կամ նրա գործունեության հետ։ Մենք բոլորս այս տեխնոլոգիաների մասին շատ լավ գիտենք, վստահ եմ նաեւ լրատվական դաշտն այդ ամեն ինչին տիրապետում, իսկ ինչ վերաբերում է Վիգեն Ավետիսի այսպես մտածածին, հորինված, իր վառ ու բորբոքված երևակայության արդյունք հանդիսացող հայտարարություններին, կրկնում եմ, նախ առաջին հերթին դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ, մեկ, երկրորդ մեր փաստաբանական թիմը այո, զրպարտության, անհիմն այսպես զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան, մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարությունների համար, իսկ ինչպես գիտեք, նույն Վիգեն Ավետիսը ընդամենը 3 տարի առաջ, այսպես մեծ ջերմեռանդությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին, ներկայացրել են նախագիծ, տեսակապով, ես չեմ կարող ասել, թե ինչից է գոհ կամ դժգոհ մնացել, բայց եթե օրինակի համար ինքը խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, վստահաբար նախ ասենք նրանից, որ բնականաբար նման նախադեպ չի եղել, եւ դա ընդամենը նրա, այսպես եմ ասում, վառ եւ բորբոքված երևակայության արդյունք է, ոչ ավելին։ Ներեցեք, բայց նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդկանց եթեր տրամադրել, խոսքի իրավունք տրամադրել, սա եւս խոսում է կոնկրետ իշխանությունների մեջ եղած ոչ առողջ տրամաբանության եւ մթնոլորտի մասին։